Մենք շարունակում ենք մեր ակցիաները ընդդեմ Նիկոլի հանցավոր ռեժիմի եւ ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու եւ այս անգամ ամենաշատը մեր ակցիան ուղղված է հենց Միքայել Սրբազանի հանդեպ ընդունված հանցավոր որոշման դեմ, որովհետեւ այդ որոշումը ամբողջությամբ փաստացի խախտում է Հայաստանի Հանրապետության օրենքը եւ խախտում է հայ ազգի վեհագույն օրենքը, որը հոգեվոր դաշտն է։ Եվ այդպես մենք ընդհանրապես ասեմ, մենք որևէ ձևով, ամեն անգամ ասում ենք, մենք որևէ ձևով չենք ուզում լինել քաղաքական ուժ, ոնց որ ոմանք սկսում են հիմա մեզ ներկայացնել։ Չենք ուզում լինել քաղաքական գործիչ։ Մեր ակցիաները ուղղված են դրան, որ ցույց տանք, որ հասարակությունը, ոչ թե քաղաքական ուժերը, այլ հենց բուն հասարակությունը պասիվ չէ եւ հասարակության վառ ներկայացուցիչներ, ինչպիսին մենք ենք, դեմ են այս ամբողջի։ Սա մեկ, որպեսզի Նիկոլի համար դաս լինի, որ միայն քաղաքական ուժերը չեն իր դեմ, ոնց որ ինքն է համարձակվում ներկայացնել։ Եվ երկրորդը, այս անգամ երկրորդ նպատակը մեր այս ակցիայի, նաև վերջապես կոչ անել ընդդիմությանը միավորվելու եւ լուրջ քայլերի անցնելու, որովհետեւ մենք պնդել ենք, պնդում ենք եւ առաջիկայում դեռ շատ ավելի ակտիվ կպնդենք, որ ընտրությունները հանցագործի համար չեն։ Հանցագործը չի կարող մասնակցել ընտրությունների։ Հանցագործը, ինչպես ասվում է հին հայտնի կինոյում, հանցագործը պետք է նստի բանտում, այլ ոչ թե մասնակցի ընտրությունների։ Տիկին Մանանջյան, ձեր բոլոր ակցիաների ժամանակ պաստառները հատկապես աչքի են ընկնում, այսօր եւս այստեղ եք պաստառներով, տեսնում ենք, որ Արարատ լեռան վրա, Մայրտաճարի վրա, Սրբազանների վրա խաչեր են։ Այստեղ մենք ներկայացնում ենք այն հայտնի Նիկոլի խաղաղության գինը, այն խաղաղությունը, որի մասին շարունակաբար պնդում է Նիկոլը, փաստացի խաղաղություն չէ, այլ ամբողջությամբ հանձնված վիճակ։ Եվ նորից ու նորից Նիկոլի կողմից հայտարարված 4-րդ հանրապետությունը ոչ այլ բան է, քան Հայաստանը Ադրբեջանի կազմում։ Սա վերջապես պետք է ամբողջ հայ բնակչությունը, հայ ժողովուրդը ընկալի։ Եվ դրա համար մենք ասում ենք, սա է Նիկոլի խաղաղության գինը։ Առանց Արցախ, առանց Արարատ, առանց Հայաստանի Հանրապետության, առանց Սրբազանների, առանց Էջմիածնի, սա է Նիկոլի խաղաղության գինը, եւ մենք որևէ ձևով պատրաստ չենք այդ գինը վճարել։ Ինքը կարողացավ խաբել հասարակությունը օգտվելով տարբեր գործոններով եւ հանձնել Արցախը, եթե ոչ վաճառել Արցախը։ Ինքը կարողացավ այս կամ այն ձևով օգտվելով նորից մարդկանց պասիվությունից, բայց ել ավելի շուտ ընդդիմության անհամերաշխությունից։ Ինքը հանձնեց Հայաստանի Հանրապետության մի շարք տարածքները, Տաուշում, Սյունիքում, Վայոց ձորում եւ որևէ մեկը ձայն չհանեց, չնայած Այո, ես նորից ասում եմ, սա կարծրատիպ է, ընդ որում վտանգավոր կարծրատիպ է, մտածել, որ մարդկանց քանակ ինչ-որ բաներ որոշում է։ Այս կարծրատիպի պատճառով է, որ Նիկոլը կարողացավ գալ իշխանության, որովհետև 18 թվականի այն, այո, շատ բազմամարդ հավաքների հիմնական այդ հիմքը շատ ծանր էր եւ զզվելի։ Ես մինչև հիմա, ես ընդդիմադիր էի միշտ։ Երբ որ 94-96 թվականներին ես ղեկավարում էի ուսանողական շարժումը եւ այդ ժամանակ պայքարում ենք Լևոնի դեմ։ Այո, ես խոսում եմ այն ամեն ինչից, ինչ որից ես համարում եմ ճիշտ, լավ։ Ուրեմն 94-ից 96 Լևոնի դեմ ենք պայքարում, 2004-ին պայքարում ենք Քոչարյանի դեմ, հետո պայքարում ենք Սերժի դեմ 2010 թվականին, մեծ բազմություններով։ 18 թվականի ես հիշում սարսափելի այն զանգվածը, որ դուրս էր եկել եւ ասում էր վայ հեսա Սերժի մաման մահանալու է։ Դա սարսափելի նողկալի էր։ Դա բազմություն էր ցավոք սրտի, այո։ Դրա համար ընդհանրապես եկեք դադարենք խոսել բազմության մասին։ Մենք այստեղ ենք հաջողություն կունենանք։ Ասեմ, այս անգամ մենք ունենք, ես հապատասխանեմ, մենք այս անգամ ունենք եւս մի նպատակ, մենք կոչ ենք անելու ընդդիմությանը միավորվելու եւ դեռ ավելին։ Մենք ձեռնամուխ ենք լինելու այլևս, չեմ ասում կազմելու, բայց նպաստելու, որ ձևավորվի ազգային ճակատ։
իրական ճակատ, այո, այս անգամ հույս ունեն։ Այո, ոչ թե մեզ միանա, իսկ ընդհանրապես ոչ։ Իրանք իրար միանան, պետք չէ որ մեզ միանան։ Մենք նման կոչ չենք արել եւ չենք անում։ Հիմա բոլորը ինչ որ ընդդիմությունում վախեցել են, սկսել են ինչ որ բաներ մեր մասին ասել, բացարձակ ոչ նորից ասում եմ, ոչ իրենց աթոռներն են մեզ պետք, ոչ իրենց կոստյումներն են մեզ պետք, ոչ մի բան։ Մենք ձեռնամուխ ենք լինելու ազգային ճակատի ձևավորման։ Դա նշանակում է, որ մենք հանդիպելու ենք տարբեր մարդկանց հետ եւ համոզելու ենք, որ իրանք իրար հետ միանան։ Արդեն սկսում ենք հանդիպել։ Դրա մասին եկեք չխոսենք։ Ինչ արձագանքներ է ստանում ձեր հավատքները։ Գաղտնիք չէ, անիմաստ է խոսել հիմա, քանի դեռ ինչ որ լուրջ բաներ չեն եղել։ Հենց որ լինեն, մենք անպայման ձեզ տեղյակ կպահենք։ Այս ակցիաները լուրջ են իհարկե, իմ բոլոր ասացները լուրջ են։ Իսկ նախորդ անգամվա հավաքը ինչ հոգուց տվեց, որ այս անգամ կրկին կազմակերպել եք բողոքի ակցիա եւ ինչ ակնկալիք ունեք հաջորդիվ պատրաստվել նման թեկուզ քանակով կամ ավելի միգուցե կազմակերպելու եք ակցիան։ Ես Նիկոլի լրտեսը գալիս է մոտ։ Ասեք, նախ եւ առաջ շատ կարեւոր է, որ մենք միշտ մի բան հստակ հիշենք։ Որևէ ձևով ոչ մի մարդ իրավունք չունի այժմ լռելու։ Եթե չեն միանում, եթե իրենք ակցիաներ չեն անում, եթե իրենք իրար մեջ շարունակում են ցավոք սրտի այս բառը ստիպված եմ օգտագործել, բայց գզվրտվել անընդհատ իրար մեջ պայքարել, կռվել եւ այլն, իսկ Նիկոլը այդ ամբողջ կռվի ֆոնին շարունակում է մնալ պաշտոնի, դա չի նշանակում, որ մենք պիտի կարողանանք մեզ թույլ տալ լուր նստել։ Սա է։ Դրա համար ես համարում եմ, որ այո, հաջողության հասնում ենք մենք։ Իսկ որևէ արձագանք նախորդ մենք հսկայական արձագանքներ ենք ստանում, այո։ Ընդդիմության կողմից Եվ ընդդիմության եւ իշխանության, այո։ Ցավոք սրտի դեռ բավականին ծանր են այդ արձագանքները, բայց համենայն դեպս այն ամբողջը, գիտեք, տենց շատ հստակ է։ Այն ամբողջը, որ մեր մասին ամբողջ եթերով ինչ ասես սկսում են ասել, մեզ համար դա լավ արձագանք է։ Որովհետեւ ես չեմ փոքրանում, չեմ նսեմանում իրենց ամբողջ պղտորումներով, փոխարենը ես տեսնում եմ, որ դրանով ինչ որ գործը սկսում է առաջ գնալ։ Իրենք գոնե սկսում են մտածել, որ անխուսափելի է իրենց միավորվելը։ Ընդդիմության մասին է խոսքը։ Իսկ Նիկոլի համար անխուսափելի է իր դատը, անխուսափելի է եւ ինքը շատ շուտով դատվելու է, վստահաբար։ Նշեցիք, որ ընդդիմադիրները վախեցած են ձեր նախորդ խոսքում։ Իրենք են ձեզ այդ մասին ասել, թե դուք եք։ Ոչ թե իրենք վախեցած են մեզանից, այլ իրենք վախեցած են, որ հասարակության մեջ այլևս հնչում է, որ իրենք պարակտված են։ Դա նշանակում է, որ իրենք հասկանալու են վաղ թե ուշ, որ իրենք պարզապես կարող են ձայներ չհավաքել առանձին կհավաքի Քոչարյանը վստահաբար, առանձին կհավաքի Պատիվունեմը վստահաբար, առանձին կհավաքեն ովքեր են հիմա մեր ձևով, մյուսները կարող է քիչ, բայց դա բավարար չէ։ Պետք է ընդհանուր ճակատով հանդես գալ, որպեսզի Նիկոլ անգամ չհամարձակվի ընտրությունների մասնակցել։ Դուք հարցիք ուզում եք համարում, որ չի մասնակցի ընտրություններին։ Այո։ Ինչքան էլ դա տարօրինակ չէ, դեռ իրատեսական եմ համարում։ Ինչ հանգամանքների կներիք այստեղ հարցեր հետո, հա, լավ, ահա։ Ինչ հանգամանքները կստուգեն Փաշինյանին մասնակցել։ Առաջին հերթին հենց վստահաբար ընդդիմության միավորումը։ Եթե բոլոր ուժերը, տեսեք, մենք առանձին, ոնց որ անդադ ասում ենք, ես ցավոք սրտի նորից համարձակվում եմ պնդել, որ քաղաքական ուժերը, որպես քաղաքական ուժեր, այն ուժերը, որոնք այժմ կան դաշտում, որպես քաղաքական ուժ, ցավոք սրտի իրենց սպառել են։ Ես գիտեմ, որ միանգամից բոլորը սկսում են ասել, ոնց թե մեր այսինչ հիանալի ուժը սպառել են, բայց չեն սպառել իրենց մարդիկ, առանձին մարդիկ, որոնք որ այդ ուժերում կան։ Հիանալի մարդիկ կան բոլոր երևի թե այդ փոքր անգամ կուսակցություններում հիանալի անհատականություններ։ Ժամանակն է, որ հսկայական, հիմա եթե ես սկսեմ օրինակ Հայաստան դաշինքից, որ վերջերս մեր հասցեին տարբեր բաները հնչեցնում տարօրինակ, այնուամենայնիվ իրենց մեջ կան փայլուն մարդիկ, նույն Գեգամ Մանուկյան, նույն Արծվիկ Մինասյան, մի շարք, այսինքն ինչ որ հիանալի մարդիկ կան, Պատիվում ունեմ Արմեն Աշոտյան հիանալի զարգացած պատրաստված մարդ է։ Մենք ունենք հիանալի մարդիկ տարբեր տեղերում։ Նայիրի Հոխիկյանը, Ստեփան Դանիելյանը, չգիտեմ, Դավիթ Հարությունյան նախկիններից, ու այդպես շարունակ ես կարող եմ թվարկել այս պահին մի առնվազն 50 անուն ասել։ Եթե այդ մարդիկ ոչ թե ամեն մեկը իր կուսակցությունով հանդես գա եւ իր կուսակցության անունը առաջ տանի, այլ հենց հանդես գա որպես անհատ եւ միավորվելու փորձանի, ապա միանշանակ իրենց կհաջողվի այս ամբողջը։ Այս պաստառները թողել եք այստեղ, թե ինչ։ Մենք այժմ 1 ժամանոց նստացույց ենք անելու այստեղ։ Նստացույցից հետո ինչ է բանը։ Նստացույցից հետո այսօր թողնելու ենք, գնալու ենք, իսկ այնուհետև
այլ բաներ ենք նախատեսել, որ շուտով կհրապարակենք։ Նախ իհարկե վերաքննիչ դատարան են տալու, եթե դեռ չեն տվել, տեղյակ չեմ, բայց ոնց որ թե նույնիսկ արդեն տվել են, եւ երբ որ վերաքննիչ դատարան տան, դա երկրորդ շանսն է դատական իշխանությանը վերանայել որոշումը։ Այնուամենայնիվ, քանի որ մենք լավատես ենք, մենք ամեն օր ասում ենք, որ ամենակարևորը չարիքը արմատախիլ անել, իսկ չարիքի արմատը Նիկոլն է։ Այո, առանձին այդ դատավորները ինչ որ ձևով մարմնավորում են արդյունքում չարիքը, բայց արմատը հիմքը այս ամբողջ չարիքի Նիկոլն է, եւ Նիկոլը պետք է անհապաղ հեռացվի իշխանությունից։ Երբ որ Նիկոլը հեռացվի, բոլոր քաղաքական բանտարկյալները ինքնըստինքյան դուրս կգան։ Եվ դրա համար մենք ասում ենք, որ չնայած նպատակներից մեկը պաշտպանել Միքայել Սրբազանին, բայց հիմնական նպատակը եղել է կա եւ կմնա մինչեւ հաղթական ավարտ Նիկոլի դատելը։ Խոսեցիք նաև առաջիկա ընտրությունների եւ ընդդիմադիր ուժերի մասին։ Երեք Ռոբերտ Քոչարյանը իր ասուլիսում չբացառեց, որ ընտրությունների ժամանակ հնարավոր է համագործակցի մեր ձևով շարժման հետ։ Ինչ կասեք այս մասին։ Ես նորից կարծում եմ, որ բոլորը պիտի համագործակցեն, ոչ միայն մեր ձևով, ոչ միայն Հայաստան դաշինքը, ոչ միայն բոլորը պիտի համագործակցեն։ Քանի դեռ առանձին են, շանս չկա հաղթելու Նիկոլին։ Իհարկե նորից մեր հիմնական առաջի պնդումը դա որ ընդհանրապես չպետք է գնալ ընտրությունների, այլ մինչ այդ պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել Նիկոլին դատելու ուղղությամբ։ Որովհետև նորից հանցագործը ոնց կար, երբ որ մեկը հանցագործություն է անում, օրինակ մարդասպան է, հիմա իր ապարագայում շատ ավելի ծանր է, քան մարդասպան է, դատում են, չեն գնում ընտրությունների մարդասպանի հանցագործի հետ, իրեն դատում են, իսկ հետո արդեն իրեն դատում են դատական նիստ է գնում, ինքը նստում է բանտում, իսկ այդ ընթացքում սովորական հանգիստ ընտրություններ են անում, սա մեկ պնդում, երկրորդ պնդումը, եթե հանկարծ այնուամենայնիվ լինեն ընտրություններ, ապա միայն համատեղ ազգային ճակատով է հնարավոր իրեն հաղթել։ Խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի հարցն է բարձրացված, ինչ է կարծում սա։ Տեսեք, ես կողմ եմ իմպիչմենտին։ Երբ որ ելույթ ունեցա ազգային ժողովում, շատերը սկսեցին ասել, որ կարող է դեմ եմ իմպիչմենտին։ Ես կողմ եմ։ Պարզապես ես կողմ էի դա 2021 թվականին, 2022 թվականին, 23 թվականին, 24 թվականին, ես չեմ հասկանում ինչու իմպիչմենտի գաղափարը 25 թվականի վերջում է տեղի ունենում։ Ինձ համար սա շատ տխուր է եւ անգամ զարհուրելի է։ Բայց նույնիսկ եթե հիմա ավելի լավ է ուշ քան երբեք, դրա համար ավելի լավ է հիմա, քան երբ որ ընդհանրապես չանի։ Դրա համար ցանկացած գնով այժմ այո, թող լինի իմպիչմենտը։ Հիմա ձեր ակցիան ինչպես եք շարունակելու նստացույցին։ Մեր ակցիան մի ժամ որոշեցինք նստացույց անենք, մի ժամից հետո ավարտելու ենք, բայց հետո մենք նոր բաներ ենք մտածել։ Դեռ չէ, բայց շուտով տեղյակ կպահենք անպայման։ Մեր ակցիայի անունը Սրբազանին դատողը խաչում է Քրիստոսին։ Եվ ինչու։ Մարդիկ ոմանք միանգամից սկսեցին ասել ինչպես է դա։ Սա ըստ Աստվածաշնչի, ըստ Ղուկասի, այն մեկը, ով համարձակվում է հարվածել եկեղեցու սպասավորին, հարվածում է Քրիստոսին։ Մեր մասին։ Ես բուդդայական եմ, այո, ով է դրա համար միանգամից սկսում զարմանալ, թե ինչու բուդդայականը պիտի պաշտպանի հայրաքելական եկեղեցի։ Դա միայն տկարամիտները կարող են նման հարցեր տալ, նորից եւ նորից, որովհետեւ երբ որ գնում ես հոգեվոր զարգացման ճանապարհով, ուխտ ես տալիս, որ պաշտպանելու ես կրոնը, ցանկացած, ուխտ ես տալիս, որ առաջին հերթին կյանքի գնով պաշտպանելու ես սպասավորներին, ու դրա համար կյանքի գնով պաշտպանում ենք հայրաքելական եկեղեցու սպասավորներին, հատկապես Միքայել Սրբազանին։ Մանանդյան անցնողներին կոչ չեք անելու, որ միանան ձեր նստացույցին։ Նորից, իսպար, երբ որ մենք կոչով հանդես գանք, այդ ժամանակ նոր կգաք կհարցնեք, ինչու քիչ մարդ կա, եթե քիչ մարդ լինի։ Վստահ եղեք, մի քիչ առաջ լրագրողներից մեկը ինձ մի հատ հարց տվեց, ասեց, որ իմ վերջի ելույթից հետո ազգային ժողովում մարդիկ բացասական կարծիքներ են հայտնել։ Ուրեմն նորից, իմ ելույթից հետո ազգային ժողովում բացասական կարծիք են հայտնել միմիայն Հայաստան դաշինքի հետևորդները։ Ժողովրդի ստվար զանգվածը խիստ դրական կարծիք է հայտնել այդ ամենի մասին եւ այն բազում անթիվ նամակներ, որ մենք ստանում ենք, հենց դրա վկաներն են։ Եվ նորից ու նորից այդ ամբողջը ապացույց է, որ ժողովուրդը ամբողջությամբ դեմ լինելով Նիկոլի հանցավոր ռեժիմի ակնկալում է
որ դաշտից դուրս գան նախկին նախագաները։ Ուժերը թող մնան, ես նորից կրկնում եմ, փայլուն մարդիկ կան այդ բոլոր ուժերում, եւ Հայաստան դաշինքում, եւ Պատիվում նեմում, եւ մի շարք փոքր կուսակցություններում, որոնք արկա են։ Բազում ուժեր կան։ Բայց որ եւ է ձևով այդ ամբողջը չպիտի ազդի, այդպես չպիտի դրսևորվի այդ իրենց անդադար պառակտման տեսքով։ Հենց որ իրենք միավորվեն, Նիկոլը միանշանակ պարտվելու է։